Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ, ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին, եւ իհարկե ալիքի էջերում առկա են կանխատեսումներ բոլոր կենդանակերպերի համար, ինչպես տարվա կտրվածքով, այնպես էլ ամսվա կտրվածքով, եւ ամեն շաբաթ ես ավանդաբար ներկայացնում եմ գալիք շաբաթվա աստղացույց լուսնացույցը լուսնի փոխհարաբերությունները այլ մորակների հետ եւ կանխատեսումները կենդանակերպերի համար այնպես որ անպայման բաժանորդագրվեք ալիքից եւ դիտեք այս վիդեոները մինչեւ վերջ որպեսզի մշտապես տեղեկացված լինեք այն մասին թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում Սիրելի բարեկամներ, արդեն ալիքի էջերում առկա են կանխատեսումներ 2026 թվականի կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, ինչպես առանձին 12 վիդեոները, այնպես էլ ձեր սիրած ֆորմատով 12-ը մեկում այդ 5 ժամանոց գերհետաքրքիր եթերը, որը տեղադրված է իմ YouTube-յան էջում, այնպես որ եթե չեք դիտել, անպայման դիտեք այդ գերհետաքրքիր վիդեոն եւ իհարկե ալիքի էջերում առկա են նաեւ կանխատեսումները հունվար ամսվա համար եւ շատ շուտով նաեւ կլինեն նաեւ փետրվար ամսվա կանխատեսումները իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ թե ինչ է մեզ սպասվում հունվարի 12-ից 18 ընկած ժամանակահատվածում գնացինք Սիրելի բարեկամներ, ավելի բարենպաստ է լինելու իհարկե հունվարի երկրորդ կեսը Այստեղ մորակները աստիճանաբար սկսելու են հավաքվել ջրհոս կենդանակերպում եւ իհարկե թե ինչ է դա նշանակում արդեն դիտեք հունվար ամսվա կանխատեսումներում սիրելիներս Եվ ամենահետաքրքիր օրը այստեղ իհարկե նաև անակնկալներով լի օրը գալիք շաբաթվա ընթացքում հունվարի 13-ն է հին նոր տարին սիրելի բարեկամներ ես ասեմ եթե չեք հասցրել կատարել ամանորյա արողակարգեր եւ հմայախոսությունները ապա դա կարող եք անել հենց հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը հին նոր տարվա օրը Եվ ինչով է հետաքրքիր հունվարի 13 այստեղ լուսինը դրական հիմնականում փոխհարաբերություններ է կազմում այլ մոլորակների հետ հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը 1:43 րոպեին Երևանի ժամանակով սիրելիներս լուսինը գեղեցիկ վեցանկյուն կկազմի Մերկուրի մոլորակի հետ 17 աստիճան այս եղջյուրում գտնվում է Մերկուրին եւ 17 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը 6:46 րոպեին լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նաև մեծ երջանկության մորակ Յուպիտերի հետ որը գտնվում է 19 աստիճան խեցգետնում եւ 19 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը այսինքն առավոտը խիստ բարենպաստ է ամենատարբեր դրական զարգացումների համար դրական ակտիվության համար արդեն 11:42 րոպեին Երևանի ժամանակով ցերեկը լուսինը գեղեցիկ վեցանկյուն կառաջացնի նաև Մարս մոլորակի հետ սիրելի բարեկամներ 22 աստիճան այս եղջյուրում գտնվում է Մարսը եւ 22 աստիճան կարիճում գտնվելու է լուսինը։ Ու սա բարենպաստ է սպորտով զբաղվելու համար, առհասարակ ֆիզիկական ակտիվության համար, որովհետեւ նախ Մարսը գտնվում է իր զորության, դիրքում զորության գագաթնակետում այս եղջյուրում, գիտեք որ այս եղջյուրի վերջին աստիճաներում, ավելի կոնկրետ 28-րդ աստիճանում Մարս մոլորակը փառավորվում է եւ հասնում է իր զորության գագաթնակետին։ Սա վտանգներ է ստեղծում ռազմաքաղաքական լարվածության։ Այսինքն երբ Մարսը հասնի, դա կլինի այս շաբաթվա վերջում եւ կարծում եմ ավելի շատ գալիք շաբաթվա ընթացքում, երբ Մարսը հասնի իր զորության գագաթնակետին եւ փառավորման եւ թագադրման այդ կետին, մոտենա եւ այնտեղ հայտնվի, այսինքն այդ եղջյուրի 28-րդ աստիճանում դա իհարկե ռազմաքաղաքական լարվածության մասին է խոսում եւ այն բոլոր
Չոր անհասկանալի զարգացումները, որ մենք տեսնում ենք այժմ Վենեսուելայի շուրջ, Կուբայի շուրջ, Պարսկաստանի շուրջ, Սիրիայում ենք տեսնում առնահեղության շարունակաբար այսպես ընթացք շարունակություն Հալեբ քաղաքում եւ այլ վայրերում իհարկե նաեւ ռուս-ուկրաինական ճակատում ահա այստեղ արդեն վճռական եւ վճռորոշ որոշումներ են կայացնելու այդ բոլոր հակամարտությունների շուրջ բայց գալիք շաբաթը համեմատաբար բարեխառն է այսինքն Մարսը դեռ չի հասել իր զորության գագաթնակետին բայց բարենպաստ է Մարսը եւ Լուսինը գտնվում են 6 անկյան մեջ այսինքն 60 աստիճան են կազմում նրանց մորակային փոխհարաբերությունը կազմում է 60 աստիճան, դա բարենպաստ է զանազան ֆիզիկական ակտիվության սպորտով զբաղվելու համար, պարզապես անգամ կարող եք քայլել շատ բարենպաստ կանդրադառնան եւ ձեր առողջության վրա սիրելի բարեկամներ սիրելիներս հունվարի 13-ին 13:48 րոպեն Լուսինը 6 անկյուն կկազմի նաեւ Արեգակի հետ 23 աստիճան այդ եղջյուրում գտնվում է Արեգակը եւ 23 աստիճան գարիճում գտնվում է Լուսինը սա նշանակում է որ ցերեկը հատկապես հունվարի 13-ի ցերեկը շատ բարենպաստ է միջանձնային փոխհարաբերությունները քանի որ Լուսինը այնուամենայնիվ մարող է լավ է ավարտին հասցնել նախկինում սկսած ձեր գործերը Եվ արդեն երեկոն իհարկե մի փոքր ավելի լարված կլինի, մինչև ժամը 6 է, այսպես բարենպաստ մորակային փոխհարաբերություններ են հունվարի 13-ին 17:26 րոպեն Երևանի ժամանակով Լուսինը 6 անկյուն կկազմի նաև սիրո եւ գեղեցկության մորակ Վեներայի հետ, որը գտնվում է 23 աստիճան այդ եղջյուրում Եվ արդեն երեկոյան ավելի ուշ 21:32 րոպեն սկսվելու է լարվածությունը, քանի որ այդ ժամանակ արդեն Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի նաև Սատուրն օրակետ, որը գտնվում է 27 աստիճան ձկներում եւ Լուսինը նույնպես գտնվում է 27 աստիճան կարիճում։ Ու իհարկե բարձրագույն եւ հատկապես ծանր այդ մեծ չարիք մոլորակ Սատուրնի հետ Լուսնի ցանկացած փոխհարաբերությունը անգամ դրական փոխհարաբերությունը չի նպաստում դրական զարգացումներին դու գիտեք բայց ամեն դեպքում մի փոքր սառը հարաբերություններ կլինեն այդ երեկո հենց հունվարի 13-ի միջանձնային հարաբերությունների մասին է խոսքը կարևոր հանդիպումներ կարևոր բանակցություններ կարևոր թղթերի ստորագրում հատկապես մի նշանակեք հունվարի 13-ի երեկոն որովհետև արդեն 22:48 րոպեն Երևանի ժամանակով սիրելի բարեկամներ Լուսինը լարված դիմակայություն կկազմի անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանի հետ, որը գտնվում է 27 աստիճան ցուրտ կենթանակերպում եւ Լուսինը նույնպես գտնվելու է 27 աստիճան կարիճ կենթանակերպում։ Ու սա իհարկե զանազան անսպասելի զարգացումների մասին է խոսում։ Անսպասելի կարող է ջուր խափանումներ առակապի խափանումներ չգիտեմ, ինչ որ խնդիրներ ճանապարհներին, տարբեր լոգիստիկ խնդիրներ կարող են առաջանալ հունվարի 13-ի երեկոյան, այնպես որ այդ ժամանակ ճանապարհ գնալը ցանկալի չէ նաև ինչ որ կարևոր հանդիպումներ նշանակել, բախտորոշ հանդիպումներ նշանակել, որովհետև հնարավոր է այն մարդու ծրագրեր, ում հետ որ դուք պետք է հանդիպեք, փոխվեն եւ արդեն դուք չկարողանաք նրան տեսնել, պարզապես կամ չհասցնեք Բարեխառն օր է մեզ մոտ հունվարի 14-ը, արդեն հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը շատ մոգական գիշեր է լինելու, այդ 9 նոր տարվա գիշերը, 13-ի լույս 14-ի գիշերը 2:08 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Նեպտուն մորակետ, որը գտնվում է 29 աստիճան ձկներում եւ 29 աստիճան կարիճում գտնվում է Լուսինը Նո այստեղ հնարավոր է նաև մարգարեական երազներ, այնպես որ շատ ուշադիր եղեք հենց հունվարի 13-ի լույս 14-ի գիշերվա երազների հետ, այսինքն հիշեք այդ երազները, փորձեք հիշել եւ կհասկանաք թե ինչ է ձեզ սպասվում մոտ ապագայում Եվ գիշերը նույնպես հունվարի 14-ին 3:33 րոպեին Լուսինը մուտք կգործի արդեն աղեղնավոր, իսկ առավոտյան 9:53 րոպեին Երևանի ժամանակով Լուսինը 6 անկյուն կառաջացնի Պլուտոնի հետ 3 աստիճան ջրհոսում գտնվում է այդ ավերիչ Պլուտոնը ռազմական
գիտեք որ բոլոր ռազմական այդ ագրեսիաների հրահրող, այսպես ասած, համաշխարհային մակարդակով Պլուտոնն է, եւ այստեղ վեցանկյուն է առաջացնում, այսինքն որոշումներ կկայացվեն բոլոր այդ լարված թեժ կետերի հետ կապված, բայց ամենալարված օրը իհարկե մեզ մոտ հունվարի 16-ն է լինելու գալիք շաբաթվա ընթացքում Երևանի ժամանակով առավոտյան 10-16 րոպեին նախ լուսինը լարված քառակուսի կառաջացնի մեծ չարիք սահմանափակումների եւ խոչընդոտների մոլորակ Սատուրնի հետ, որը գտնվում է 27 աստիճան ձգնեմ եւ 27 աստիճան աղեղնավորում գտնվելու է լուսինը, այնուհետեւ 15-18 րոպեին լուսինը քառակուսի կառաջացնի նաև Նեպտուն մորակի հետ, 29 աստիճան ձկներում գտնվում է Նեպտունը եւ 29 աստիճան գիտեք որ աղեղնավորում գտնվելու է լուսինը, այսինքն սա լարվածություն է բերելու, սա բերելու է ամեն տեսակ թյուրիմացություն, որտեղ Նեպտունը նաև մանիպուլյացիա եւ խաբեության մորակ է, այսինքն այն տեղեկատվությունը, որը դուք կստանաք հունվարի 16-ի ցերեկը, պետք է մի քանի անգամ ստուգեք նոր այսպես որպես ճշմարտություն այդ ամենը ընդունեք, սիրելիներս։ Եվ 15:46 րոպեին լուսինը մուտք կգործի արդեն այդ եղջյուր։ Այս եղջյուրում դե իհարկե լարվածությունը աճելու է, ինչու, որովհետև գալիք շաբաթ մենք ունենալու ենք հունվարյան նորալուսինը, դժնդակ եւ մլար նորալուսինը, որը տեղի կունենա հենց հունվարի 18-ին, բայց մինչ այդ հունվարի 17-ին Երևանի ժամանակով 16:43 րոպեին սիրո եւ գեղեցկության մոլորակ Վեներան մուտք կգործի ջրհոս եւ այնտեղ կմնա մինչեւ 26 թվականի փետրվարի 10-ը։ Ну իհարկե ջրհոսում Վեներան ազատասեր է, ոչ մի սահմանափակումներ չի ընդունում, Վեներան շատ ռոմանտիկ է ջրհոսում, այսինքն սիրում է ինչ որ հեքիաթային ճամփորդություններ, հեքիաթային ինչ որ, չգիտեմ, իրավիճակներ, նվերներ, ամեն ինչը հեքիաթային, ամեն ինչը օթային դղյակներում է սիրում բնակվել։ Ավելի մանրամասն իհարկե թե ինչ է նշանակում Վեներան ջրհոսում բոլոր կենդանակերպերի համար կարող եք իմանալ դիտելով հունվար ամսվա կանխատեսումների այդ գերհետաքրքիր վիդեոն։ Բավականին լարված է հունվարի 18-ը անցնելու մեր մոտ, վաղ առավոտյան Երևանի ժամանակով 5:13 րոպեին լուսինը դիմակայելու է Յուպիտերի հետ, 19 աստիճան խեցգետնում գտնվում է Յուպիտերը, 19 աստիճան այդ եղջյուրում գտնվելու է լուսինը, սա իհարկե միջանձնային լարվածություն է ստեղծելու հենց հունվարի 18-ի վաղ առավոտյան, եւ արդեն 13 ամսի 18-ի շատ ավելի լարված է անցնելու, 19:11 րոպեին Երևանի ժամանակով լուսինը միանալու է այդ ռազմի ակտիվության նախաձեռնության մոլորակ Մարսի 26 աստիճան այդ եղջյուրում, այսպիսով Մարս աստիճանաբար մտնում է իր փառավորման մեջ եւ այստեղ իհարկե այդ ռազմաքաղաքական լարվածությունը հասնելու է գագաթնակետին, 19:47 րոպեին նաեւ լուսինը կմիանա կապե հեռահաղորդակցության մոլորակ Յուպիտերի հետ, Մերկուրիի հետ 26 աստիճան այդ եղջյուրում, իսկ 21:21-ին լուսինը վեցանկյուն կառաջացնի նաև չարագուշակ եւ դժնդակ Սատուրն մոլորակի հետ, որը գտնվում է 27 աստիճան ձկներում եւ 27 աստիճան այդ եղջյուրում գտնվելու, իհարկե այս եղջյուրում գտնվում է լուսին, իհարկե սա ավելի բարենպաստ է Սատուրնի համար, քան լուսնի, որտեղ լուսինը այստեղ ընկած է, վտարված է, իսկ Սատուրնը ստանում է դրական էներգետիկա լուսնի կողմից։ 21:38 րոպեին հունվարի 18-ին լուսինը գեղեցիկ եռանկյունի կառաջացնի Ուրանի հետ, 27 աստիճան ցուրտ կենդանակերպում գտնվում է անսպասելի փոփոխությունների մոլորակ Ուրանը եւ 27 աստիճան այդ եղջյուրում գտնվում է լուսինը, սա նշանակում է ամեն տեսակ անսպասելի զարգացումներ հունվարի 18-ի երեկոյան եւ 23:51 րոպեին վերջապես տեղի կունենա հունվարյան այդ դժնդակ եւ մլար նորալուսինը 28 աստիճան այդ եղջյուրում լուսին է բարեկարգը կմիավորվեն, թե ինչ է դա նշանակում բոլոր կենդանակերպերի համար, ինչպես կանդրադառնա այս բարդ նորալուսին, իհարկե կարող եք դիտել հունվար ամսվա կանխատեսումներում։ Հա, այսպիսին է լինելու գալիք շաբաթը, վճռական իհարկե զարգացումները, այն բոլոր ռազմաքաղաքական լարվածությունների հետ կապված, որոնք
տեղի են ունեցել հունվարի սկզբից եւ դեկտեմբերի վերջից անգամ անցած տարվա, դա մենք կտեսնենք իմ կարծիքով ավելի շատ փետրվար ամսվա ընթացքում։ Ինչու, որովհետեւ հենց փետրվարին բացվելու է խավարումների ձմեռային միջանցք, այսինքն 26 թվականի առաջին խավարումները տեղի կունենան հենց առաջինը փետրվարին եւ երկրորդ արդեն մարտին տեղի կունենան։ Բայց ամեն դեպքում այդ առաջին, այսպես ասած, խավարումների միջանցքը ձմեռային բացվելու հենց փետրվարին։ Իսկ այժմ սիրելի բարեկամներ ներկայացնեմ, թե ինչ է սպասվում կենդանակերպերին հունվարի 12-ից 18 ընկած ժամանակահատվածում։ Պատրաստ եք, գնացինք։ Սիրելի խոյակներ, բարեխառն է շաբաթը լինելու ձեզ համար, հունվարի 13-ից 14-ը զգուշացեք անսպասելի զարգացումներից եւ հնարավոր է ձեզ շտապ գումար պետք գա, բայց մեծ վարկեր կամ պարտքեր մի վերցրեք, սիրելի խոյեր, այդ օրերին։ Հունվարի 14-ից 16-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր։ Հունվարի 16-ից 18-ը կիրագործվի ձեզ երկար սպասված ինչ-որ գործնական հարց կլուծվի ձեզ համար, սիրելի խոյեր, կապված պետական դռան հետ կամ փաստաթղթերի հետ, աշխատանքի հետ, պաշտոնի հետ։ Պես որ ի վերջո շաբաթը բարենպաստ է ավարտվելու խոյակների համար։ Սիրելի ցլակներ, ձեզ համար բաց շաբաթ է սպասվում։ Հունվարի 13-ից 14-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Հունվարի 14-ից 16-ը անսպասելի զարգացումներ են հնարավոր, զգուշ եղեք հատկապես ճանապարհներին, զգուշ եղեք ինչ-որ հանկարծակի ծագող կոնֆլիկտից կամ հիվանդությունության հետ կապված եւ մեծ պարտքեր կամ վարկեր մի վերցրեք այդ օրերին։ Հունվարի 16-ից 18-ը լավ լուր արտասահմանից կամ նվեր, հնարավոր է նաեւ ճամփորդություն։ Բաց շաբաթ է սպասվում նաեւ երկվորյակներին։ Հունվարի 13-ից 14-ը լուծելու եք ընթացիկ կենցաղային հարցեր, աշխատանքային հարցեր, նաև առողջության հետ կապված հարցեր, սիրելի երկվորյակիկներ։ Հունվարի 14-ից 16-ը հնարավոր են բախումներ, սիրելի երկվորյակներ, ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ, այնպես որ զգուշացեք եւ մի տրվեք այդ բախումների, այսպես ասած, կրքերին, որտեւ հետո դժվար կլինի վերականգնել հարաբերությունները։ Հունվարի 16-ից 18-ը հնարավոր է ինչ-որ անսպասելի զարգացումներ, հատկապես ճանապարհներին հնարավոր են խնդիրներ, առողջական խնդիրներ, ֆինանսական խնդիրներ եւ զերծ մնացեք մեծ վարկեր կամ պարտքեր վերցնելուց։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունվարի 13-ից 14-ը բարենպաստ է երեխաների համար, լավ լուրեր ձեր երեխաներից, լավ է հանգստանալ, լավ է հաճույքներ ստանալ, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար։ Հունվարի 14-ից 16-ը լուծելու եք ընթացիկ աշխատանքային հարցեր, խնդիրներ, առողջության հետ կապված հարցեր, խնդիրներ, գործնական օրեր են այսպես եւ հունվարի 16-ից 18-ը զգուշացեք ձեր զուգընկերների եւ գործընկերների հետ բախումներից, սիրելի խեցգետներ, եւ հետո դժվար կլինի վերականգնել այդ հարաբերությունները։ Առյուծիկներ, սիրելի առյուծիկներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունվարի 13-ից 14-ը տան ընտանիքի հետ կապված հարցեր եք լուծելու, ծնողների հետ կապված, փաստաթղթերի հետ կապված հարցեր եք լուծելու։ 14-ից 16 հունվարի զբաղվելու եք ձեր երեխաներով, հաճույքներով, բարենպաստ է նաեւ բիզնեսի համար։ Հունվարի 16-ից 18-ը ընթացիկ աշխատանքային հարցեր եք լուծելու, առողջության հետ կապված հարցեր եք լուծելու, պատասխանատվության եւ գործնական հարցեր եք լուծելու։ Սիրելի կույսակներ, ձեզ համար եւս բարեխառն է լինելու գալիք շաբաթը, հունվարի 13-ից 14-ը կարճ ճանապարհ եք գնալու, որի ընթացքում հետաքրքիր հանդիպում է հնարավոր անձնական կամ գործնական բնույթի։ Հունվարի 14-ից 16-ը ընտանիքի, տան, ծնողների հետ կապված հարցեր եք կարգավորելու լուծելու եւ հունվարի 16-ից 18-ը ձեզ կուրախացնեն ձեր երեխաները, լավ է այդ օրերը հաճույքների համար, հանգստի համար եւ նաեւ բիզնեսի համար։ Սիրելի կշերքներ, ձեզ համար եւս բարեխառն եւ բարենպաստ է լինելու գալիք շաբաթը։ Հունվարի 13-ից 14-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, սիրելի կշերքներ, եւ 14-ից 16-ը
հունվարի, կար ճանապարհ է գնալու, որի ընթացքում հետաքրքիր լուրեր կստանա կամ հետաքրքիր հանդիպում է հնարավոր գործնական կամ անձնական բնույթի։ Հունվարի 16-ից 18-ը լուծելու եք տան ծնողների ընտանիքի հետ կապված հարցեր եւ խնդիրներ։ Կարգավորելու եք հնարավոր է նաև աշխարհի արքվաճառ։ Սիրելի կարիճակներ, ձեզ համար ընդհանուր առմամբ բարենպաստ է գալիք շաբաթը։ Հունվարի 13-ից 14-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի կարիճիկներ։ Եվ հունվարի 14-ից 16-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու, սիրելի կարիճիկներ։ Հունվարի 16-ից 18-ը կար ճանապարհ եք գնալու, լավ լուրեր եք ստանալու եւ հետաքրքիր անձնական կամ գործնական բնույթի հանդիպումներ են հնարավոր այդ ընթացքում։ Սիրելի աղեղնավորներ, բարեխառն է լինելու ձեզ համար գալիք շաբաթը։ Հունվարի 13-ից 14-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից։ Հունվարի 14-ից 16-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի հարցեր եւ խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է, սիրելի աղեղնավորներ, իսկ հունվարի 16-ից 18-ը բարենպաստ է ֆինանսական գործունեության համար, փող եք ստանալու։ Բարեխառն է լինելու նաև այդ եղջյուրների համար գալիք շաբաթը, հունվարի 13-ից 14-ը շատ կարևոր ինչ-որ երազանք կկատարվի հին նոր տարում, ձմեռ պապին կբերի ձեզ ձեր երազած նվերը, կուրախացնեն ձեզ նաև ձեր չափահաս երեխաները, հնարավոր է նաև ինչ-որ հեռանկարային հանդիպում անձնական ոլորտում։ Եվ հունվարի 14-ից 16-ը, սիրելի այդ եղջյուրակներ, զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, իսկ հունվարի 16-ից 18-ը զբաղվեք ձեր արտաքին հմայքով, տեսքով եւ գեղեցկությամբ, լուծեք գործնական եւ անձնական բնույթի խնդիրներ, հաջողությունը ձեր կողմն է։ Մնացին մեզ մոտ ջրհոսակները եւ ձկնիկները։ Հունվարի 13-ից 14-ը, սիրելի ջրհոսներ, բարենպաստ զարգացումներ են սպասում գործնական ոլորտում։ Դա կլինի պետական դռան հետ կապված, փաստաթղթերի հետ կապված, պաշտոնի կամ աշխատանքի, նոր աշխատանքի հետ կապված, կամ էլ ինչ որ կարևոր առաջարկություն կստանաք, որից չեք կարողանա հրաժարվել գործնական կամ անձնական բնույթի։ Հունվարի 14-ից 16-ը ինչ որ շատ կարևոր երազանք է իրագործվելու ձեզ համար, կուրախացնեն ձեզ նաև չափահաս երեխաները, բարենպաստ է նաև on-line բիզնեսի համար։ Իսկ հունվարի 16-ից 18-ը զգուշացեք գաղտնի թշնամիների ակտիվությունից, սիրելի ջրհոսակներ։ Ինչ վերաբերվում է ձկներին, ընդհանուր առմամբ գալիք շաբաթը բարենպաստ է ձկնիկների համար։ Հունվարի 13-ից 14-ը լավ լուր արտասահմանից, նվեր կամ ճամփորդություն։ Հունվարի 14-ից 16-ը գործնական հաջողություն է ձեզ սպասվում, հնարավոր է ինչ-որ իրագործվի շատ կարևոր գործնական խնդիր, որը նախկինում չէր ստացվում, իսկ այժմ դա կիրագործվի, սիրելի ձկնիկներ։ Նոր աշխատանք, նոր պաշտոն, նոր առաջարկություն գործնական։ Հունվարի 16-ից 18-ը կուրախացնեն ձեզ չափահաս երեխան, շատ կարևոր երազանք իրագործվի ձեզ համար, սիրելի ձկնակներ, եւ կուրախացնեն ձեր չափահաս երեխաները եւ բարենպաստ է նաեւ on-line բիզնեսի համար։ Ահա այսպիսին է լինելու գալիք շաբաթ, հունվարի 12-ից 18 ընկած ժամանակահատվածը անպայման բաժանորդագրվեք աստղային խորհրդատու Աննե Հախվերդյանների իմ YouTube-յան ալիքին, կիսվեք այս վիդեոներով սոցցանցերում եւ նաեւ հետեւեք ինձ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում եւ նաեւ բաժանորդագրվեք իմ երկրորդ YouTube-յան ալիքին Աստրոմագիա եւ թալիսմաններ, այնտեղ կան շատ հետաքրքիր արարողակարգեր բոլոր կենսական խնդիրները կարգավորելու համար։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, ստեսություն, կհանդիպենք հաջողության։